Խաղություն Աստծո ժողովուրդ։ Խաղություն։ Աստված շատ օրհնի բոլորիդ։ Շատ շնորհակալ ենք, որ հարցեր եք ուղարկում, ուրախանում ենք։ Փառք Աստծո։ Հարց այսպեսին է. Աստված օրհնի ձեզ Արկադի եղբայր։ Խնդրում եմ ձեզ բացատրեք Հիսուսի պայծառակերպության դրվագի հոգևոր իմաստը։ Նախապես շնորհակալություն ձեր մեկնության եւ մեր հոգևոր նորոգման համար։ Ամեն։ Շնորհակալություն նաև մեր կողմից, որ հարցերը ուղղում եք, որ ձգտում ունեք, որ ծառավ եք դեպի Աստծուն, Երանի սովածներին, որ կշտանան։ Եթե հետաքրքրվում եք, եթե ձգտում եք դրան անպայման կշտանալու եք, անպայման հասկանալու եք։ Ով փնտրի նա կգտնի։ Ամեն, ամեն Տերը օրհնի։ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության մասին։ Տեսեք, Հոգևոր իմաստը։ հոգևոր իմաստը, հիմա ես տեղեր եմ հանի, մի քանի տեղեր կարդամ ու կմեկնաբանենք, ինչ է նշանակում պայծառակերպությունը։ Ուրեմն Եբրայեցիների 13-րդ գլուխ Չէ, կայնը կարդանք այդ պահը, հարցի պահը, Մարկոս 9-րդ գլուխ 1-2 խոսքն է։ Այսի կարդանք, նոր անցնենք առաջ։ Պայծառակերպության պահը։ Եվ 6 օրից հետո Հիսուսը իր հետն առավ Պետրոսին եւ Հակոբոսին եւ Հովանեսին եւ հանեց նրանց մենակ առանցին մի բարձր սար եւ այլակերպվեցավ նրանց առաջին։ Եվ նրա հանդերձները փայլուն եղան, ձյունի պես շատ սպիտակ, որ երկրի վրա մի թափիչ չէ կարող այդպես սպիտակացնել։ Այն աստիճանի սպիտակ, որ երկրի վրան չկա տեն սպիտակ, որ ցույց տա, չէ ամենասպիտակը ոնց որ ձյունն է, չէ աշկերը ծակում մարդու չի կարող տենա։ Բայց երկրի վրա չկա տեն սպիտակ, այսենց պայծառություն, այսենց մաքրություն, ասենց ասած, սպիտակը մաքրության, սրբության խորհրդապատկերն է։ Սրբված, մաքրված, սպիտակ։ Որ ասում է երկնքում դուք սպիտակ հանդերձներ կհագնեք, Աստվածը խոստանում մեզ հավատացողներին, սպիտակ հանդերձներ կհագնեք, մաքուր հանդերձներ կհագնեք։ Եթե մենք կլինենք երկնքի արքայության մեջ, մեր ներսի աշխարհը մեղք չի գործը, սպիտակ հանդերձները հագած։ Աստվածանից սպիտակ հանդերձներ մենք ունենք հագած երկնքի արքայության մեջ, բայց երկրի վրա մարմնի ադամական կողմից մեկ է տերմես տիեխտոտվեց մեր հանդերձը, մեկ է տերմես մի խոսքով, լավ անցնենք բուն հարցին։ Վերցրեց Պետրոսին, Հովանեսին ու Հակոբոսին բարձրացան մի բարձր լեռ ու իրանց առաջին այլակերպվեցավ, սպիտակացավ, փայլեց։ Նախ այս մասին մի փոքր խոսանք, երբ որ դու, ես, ամեն մի հավատացյալ, սիրելի Աստծո, խոսքի հետ միասին մենք բարձրանանք մի բարձր լեռ, խոսքը Աստծո խոսքն է, Աստծո բերանից դուրս եկած սիրո խոսքն է, որը փրկում է մեզ։ Դա Հիսուս Քրիստոսն է։ Եթե սիրո խոսքի հետ բարձրանանք մի ամրության մեջ, այսինքն սիրո խոսքին հավատանք, ամուրենք դրան, որ Աստվածասերականի, ես հավատում եմ, Աստված սեր, Աստված բարի է, չար բան չի կարող անի, ոնց թե եղբորը տունը չթողես, ոնց թե ատակը հորն ու մորը, ես չեմ հավատում, Աստված սեր է, այս հաստատությունը մենք պետք է ունենանք։ Երբ որ այդ հաստատությունը ունենանք, մեր հետ այդ հաստատությունը վերցնում է Հակոբոսին, Հովանեսին ու Պետրոսին։ Հակոբոս եբրայերեն բնագրով թարգմանվում է ապաշխարություն, խափող, հետամուտ, անցում, մարմնավորից անցում դեպի հոգևորի։ Եթե խոսքի հետ այդ հասկացողությունը մենք ունենանք, եթե Պետրոսին ունենանք, հաստատությունը ունենանք, մի քիչ առաջ ասի լեռ հաստատություն ունենանք Աստծո խոսքի հանդեպ, ու Հովանեսին ունենանք, Աստծո շնորհքը ունենանք։ Աստծո շնորհքը գիտենք, հեզություն, խոնարհություն, համբերություն եւ այլն։ Եթե սրանք մենք ունենանք, խոսքը, Աստծո խոսքը, սիրո խոսքը փայլում է մեր մեջ։ Սպիտակա սրբված ամեն ինչից սրբվում է, դու էլ մեղքը չես հասկանում ինչ բան է։ Սա է հոգևոր կորուստը մեր մեջ, սիրելի քուրիս եւ եղբայրս, երբ որ մենք նորից եմ կրկնում, մենք խոսքը կարդում ենք Աստվածաշունչը, Հակոբոսին, Հովանեսին, Պետրոսին մեր հետ ունենանք ու բարձր լեռան վրա լինենք, խոսքին մենք սեր ենք տենում, երբեք չեք կարող ասել, վայ դժոխք կա պատրաստել, վայ Աստված սպանեց նրան, բա տեսար 7 ցեղերին ոնց գենոցիդ արեց, կոտորեց Աստված, էլ չենք մտածի այդ խոսքերը սուրբ են մեր համար արդեն փայլում է այդ խոսքերը մեր համար, երկնային մեր միջի այդ 7 ցեղերին մեղքի 7
հատկություններին սպանեց, վերացրեց, որ արդարությունը հավատքի ժողովուրդը բնակվի դրա մեջ։ Սրա առաջի հաղորդման ժամանակ ասի, այս ձեռս որ չարություններ անեմ, արդեն բարություն կանի, խի, որտև այդ չարությանը սպանեց Աստված։ Արդեն խոսքը սպիտակացավ, խոսքը փայլեց արդեն, խոսքը փրկության տարավ արդեն մեզի։ Իսկ մարդիկ որ գիրն են կարդում գրով, գրված աղբեր, ասուց ես բարի եմ, ասուց արդար եմ, Աստված ասում է պատժա, պիտի պատժեմ իրան։ Աստված բավոս Դավիթին ասեց սպանա, ես էլ կսպանեմ։ Խոսքին կեղտոտում են, խոսքը մաքուր չի փայլում ստե։ Որտեղ մարմնավոր ու գրով են հասկանում։ Լավ, ստեղ կարդացինք մենք Քրիստոսի այլակերպության, այսինքն սպիտականալու այլակերպության մասին։ Պայծառակերպության մասին։ Հիմի տեսեք, կարդանք Եբրայեցիների 13-րդ գլուխ 8-րդ խոսքը։ Հիսուս Քրիստոսը նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Հիսուս Քրիստոսը նույնն է։ Երեք Պետրոսի, Հովհաննեսի, Հակոբոսի հետ բարձրացավ, այսօր իմ մեջ է բարձրանում, վաղն էլ է բարձրանում։ Հասկանում եք, նույնն է ինքը, անփոփոխ է ինքը։ Այն մարդիկ, որ ասում են, դա անցյալ է, հին ուխտն է։ Հիսուս Քրիստոսը մատաղել է մեր համար, էլ պիտի մատաղել զոհաբերություն պիտի չանենք։ Ոչ, նույնն է, այսօր էլ պիտի զոհաբերություն անենք մենք, բայց հոգևոր։ Բայց հոգևոր, ես Աստված ասում է, օրը 3 անգամ զոհ անես ինձի, առավոտը կեսօրին ու իրիկունը։ 3 հատ գար զոհես օրվա մեջ։ Ով կարա զոհի, ով կարա տես բան անի ֆիզիկապես մարմնավոր, ոչ մեկ։ Ես հոգևոր անում եմ, դուք հոգևոր անում եք, սիրելի քույրս եւ եղբայրս։ Ոնց։ Առավոտը այն հասկացողությունն է, որ նոր լույսը բացվում է, նոր օրը սկսվում է, նոր բարին սկսվում է, նոր քո կյանքի ընթացքը, նոր ընթացքը սկսվում է։ Առավոտ հասկացողությունը է դա։ Դու բարձրանում ես ու փառքես Տեր Աստված, որ արթնացա, այսօր է կյանք տվի։ Օրհնայիմ ամբողջ օրը փառքես գարես մատուցանը։ Զոհաբերում ես դու քեզ քո ժամանակը ասուն աղոթքի կամ ասու գործի մեջ։ Կեսօրվա գարի զոհաբերությունը։ Կեսօրն էլ որ արդեն ամեն ինչ լավ է, օրվա տակ ժամանակն է, փառքես Տեր Աստված, շնորհակալ եմ, փառքես դու սուրբ ես, փառքես։ Էլի զոհաբերություն ես անում։ Ամեն իրավիճակի մեջ։ Իսկ երեկոյան գարի զոհաբերությունը, երեկոյան էլ խորհրդապատկերում է փորձությունը։ Փորձություններն է խորհրդապատկում, բութը, խավարը, գիշերը։ Երբ որ դու փորձության մեջ ես, խավարի մեջ ես, չես տենում արդարությունը լույսը։ Սայթակում են հիմնականում մարդիկ գիշերը։ Լավ պարզ չեն տենում գիշերը, հենց հիմի գիշերվա ժամա մեր մոտ։ Երբ որ լույսը անջատենք, ես խավար կտենամ տան մեջ եղածը։ Երբ որ մութ շատ լինի, ընդհանրապես քիչ հազիվ կտենամ։ Բայց որ լույսը վառեցի, լույս եղավ, ամեն բան կտենամ։ Հիմի մեր մեջի գիշերը փորձությունն է, որ չեմ տեսնում։ Չեմ տեսնում, ես եկավ ինձի խմած մարդ էր, հարբեցող մարդ էր, հայոյեց ինձի գիշերը, եթե ես գիշերի մեջ եմ, չեմ տենում հետևանքի ինչ կլինի, որ ես էլ իրան հայոյեմ, որ ես էլ իրան հարված եմ, որ միլիցայություն ընկնեմ, բերդեր ընկնեմ, մի խոսքով վատ հետևանքներ կունենա, չեմ տենում էդի, հասնում եմ ու խփում եմ իրան ինչի համար, որտեղ գիշեր է իմ մոտ։ Իսկ լույս ցերեկ ժամանակը, հայոյումա ցերեկ եմ, այ Տերը այս փորձությունը տվել է, որ ես անցնեմ։ Օրհնում եմ մի հատ էլ իրան, հանգստացի ինչի համար ես բարկանում ու շրջանցում եմ այդ փոսը։ Որտեղ ցերեկա տեսնում եմ ինչ անելու վաղճանը դրա։ Այս գիշեր հասկացողության մեջ զոհաբերում ես, եթե դու տեսնում ես ամեն ինչը, նորից զոհաբերում ես ասում, գառը զոհաբերը։ Ինչ դուրս եկավ։ Ես 3 հատ գառ օրական մորթեցի։ Այսինքն մորթել որն է զոհաբերեցի իրոջը։ Հոգևոր իմաստով։ Ասու խոսքը երեք այսօր հավիտյան նույնն է։ Ասու ամեն մի խոսքը այոյու ամեն է։ Մարդիկ անտեսում են, կտրում, գցում են, հերձում են Աստվածաշունչը։ Եկի անցյալ է, Քրիստոս ավիրեց շաբաթը, չի ավիրեց շաբաթը։ Շաբաթ նշանակում է հանգիստ, իմ մեջի հանգիստը ես պահում եմ միշտ։ Իմ միջի հանգիստը չեմ պղծում ես։ Դա նշանակում է շաբաթը պահել։ Իսկ մարմնավոր մարդիկ շաբաթ օրը պահում են, պիտի պահեն։ Մարմնավոր մարդիկ կարդում են գիրը, ընենց ու աշխատում են տես գրով պահել, բայց դա չի ստացվում իրաց մոտ։ Տեսեք, պայծառակերպության մասին են խոսում, սիրելի հարց տվող։ Ուզում եմ կարդամ Հայտնության 21-րդ գլուխ առաջի խոսքն է։ Եվ տեսա նոր երկինք եւ նոր երկիր, որտեղ առաջի երկինքը եւ երկիրը անցավ, եւ այդ ծով չկար։
Կարող է երկրորդ։ Հա, եւ ես Հովանեսս տեսա Սուրբ քաղաքը, նոր Երուսաղեմը վար գալից Աստվածանից։ Ոնց որ են չեմ կարդում մելան։ Հա, 21-ի առաջինը կարդացի, կներեք, 22-րդ գլխի առաջինը ես պետք է կարդայի։ Եվ ցույց տվավ ինձ մի մաքուր գետ, կենթանի ջրի ակնվանու նման փայլուն, որ դուրս է գալիս Աստծո եւ Գառի աթոռիցը։ Հովանեսին Աստծո շնորհքի։ Եթե դու Աստծո շնորհքը ունես քո մեջ, Աստծո շնորհքներով լցված ես, այն հեզություն, խոնարհություն, համբերություն, երկարամտություն Աստծո շնորհներն են սրանք։ Եթե լցված ես, Տերը քեզ ցույց է տալի։ Երկնքում ցույց է տալի մի գետ, սպիտակ գետ, մաքուր գետ, կենթանի ջրի ակվարիումի նման փայլուն, մաքուր, որը դուրս է գալի Տիրոջ աթոռիցը։ Փայլուն գետ, այս պայծառակերպության, փայլության մասին է հարցը։ Ես հիշում եմ հայտնության այս գլուխը, որ այդ գետը, որը երկնքում է, Աստծո խոսքն է, մաքուր գետ է բխում, փայլուն գետ է բխում։ Նորից կրկնեմ իմ ասածները, չեմ ձանձրանում։ Այն որ դու կարդում ես, ով որ չատի իր հորն ու մորը, նա ինձ աշակերտ չի կարող լինի։ Կնոջ երեխեքին, եթե չատի ինձ աշակերտ չի կարող լինի։ Սա մաքուր փայլուն գետ չի, բայց գրված է գիրնա, որը սպանում է։ Մաքուր փայլուն գետը նա է, որ դու կարդում ես այդ նույն խոսքերը հոգևոր։ Իմ հայրը մինչև Քրիստոսին աշակերտը լինելը մեր բոլորի հայրը եղել է Սատանեն։ Սատանա մի մտածեք են պոզո պոչո փրչոտ ինչ-որ մի հատ կենթանի։ Մեր բոլորի հայրը եղել է արդարությանը հակառակը։ Ինչ ինձի ձեռատվե արել է։ Ինձանից թույլայել է ինչքան էլ ճիշտ լինի, ես առաջ եմ տարի իմը։ Ոնց որ հիմա աշխարհի վրա պետություններն են կամ մնացած բաներն են։ Սա առաջնորդն է հակառակ արդարությանը, սա Սատանեն է իմ հայրը։ Հիսուսն ասում է մինչև չատես իրան ինձ աշակերտ չես լինի։ Այսինքն մինչև արդարությանը չատես, չես կարա բարիությունը ծառայես։ Մայրը ով է, մայրը հպարտությունն է մեր։ Մինչև Քրիստոսին գալը մեր հպարտությունն է եղել մայրը։ Մենք ծնվել ենք հպարտությունից։ Բայց մեր նոր ուխտի մայրը Սառան է, Երուսաղեմն է, խաղաղությունն է, հասկանում եք։ Դրա համար պետք է ատենք մեր հպարտությունը, որ Քրիստոսին աշակերտ լինենք։ Մեր կինը ով է, կնոջը ով որ չատի։ Հոգևոր հասկանալով մինչև Քրիստոսին գալը մեր ցանկությունը, կինը ցանկություն խորհրդապատկերն Աստվածաշնչի մեջ։ Մինչև Քրիստոսին գալը իմ ցանկությունը եղել է չարություն, ագահություն, հպարտություն, հաղթանակ, վերևից նայել սաղին։ Սա է իմ ցանկությունը։ Մինչև չատես այդ ցանկությանը չես կարող ինձ աշակերտ լինել։ Հիսուսն ասել։ Իսկ երեխաներն ովքեր են։ Երեխաներն էլ պտուղներն են մեր, գործերն են մեր։ Եթե ես հակառակ արդարությանը ու իմ ցանկությունը, որը չարությունն է եղել, մեկանալով ծնում է գործեր, պտուղ։ Որոնք են եղել իմ պտուղները, իմ երեխեքը ովքեր են եղել մինչև Քրիստոսին աշակերտ լինելը։ Գողանալը, սպանելը, կռիվանելը, հայհոյելը, չարություն անելը, ամեն մի չարություն։ Դրանք իմ պտուղներն են ել, իմ երեխեքն են ել։ Հիսուսն ասում է մինչև չատես դրանց ինձ աշակերտ չես կարող լինես։ Ուրեմն փայլում է այդ խոսքերը։ Այս գետը, այս խոսքերը փայլում է, երբ որ ես հոգևոր եմ հասկանում։ Մաքուր ու սրբված է։ Իսկ եթե հոգևոր չհասկանանք, ուղղակի ոնց գրված է գրով հասկանանք, մենք կատենք իմ հորն ու մորը։ Ես գիտեմ եղբայր ինձի խոստովանել է ինքը, որ ես ատել եմ իմ հորն ու մորը, այդ գրի հիման վրա։ Ատել է հորն ու մորը, զանգել են ինքը մայրը ինքը ստեղից չի վերցրել հեռախոսը։ Ատել է, որ դառնա Քրիստոսի աշակերտը։ Ստեղ սրբություն, պայծառակերպություն չկա, սիրելի քուրիս եւ եղբայրս։ Սիրելի հարստվող։ Ուզում կարդամ Դանիելի մարգարեության 12 գլուխ 2-3 խոսքն է։ Եվ երկրի հողումը գնացողներից շատերը պիտի զարթնեն, ոմանք իհավիձենական կյանք, իսկ ոմանք իհավիձենական նախատինք եւ անարգանք։ Եվ իմաստունները պիտի փայլեն երկրի հաստատության լույսի պես։ Եվ շատերին արդարության առաջնորդողները աստղերի պես հավիտյանս հավիտենից։ Ովքեր առաջնորդեն արդարության մեջ շատերի, փայլելու են հավիտյանս հավիտենից։
Ոմանք արթանալու են հավիտենական կյանք, ոմանք մահ, ոմանք փայլելու են, ոմանք գրով են գնալու ու չեն փայլելու, մահանալու են, ոմանք հոգով են գնալու, փայլելու են։ Հիսուս Քրիստոսը հոգիով էր, որ աշակերտներին եկավ վերև, հոգիով ցույց տվեց իրանցուն փայլատակեց, սպիտակացեց շորերը։ Տեսան, այդ դեպքում տեսան, որ բարի ու արդար է, իսկականից սեր է, մաքրություն է, սրա մեջ բիծ կամ խավար չկա, այսինքն մեղքի նշույլ չկա։ Եթե դու խոսքը կարդաս ու այդ խոսքը որ փրկմա քեզ, սիրո խոսքն է, եթե սիրո խոսքով ես դրա մեջ խավար ոչ մի բան չկա, ոչ մի հատ մեղք չկա։ Եթե դու մեկին սիրես, մեկ մեր թորնիկներին, մեկ մեր երեխեքին շատ սիրում են։ Ես չեմ կարող իմ երեխուն կամ իմ թորնիկին վատ բան ցանկանամ կամ վատ բան անեմ կամ չեմ կարող, իմ միջի սերը թույլ չի տա։ Միշտ սպիտակ է իմ հասկացողությունը իմ երեխեքի, փայլում է միշտ թորների հանդեպ։ Նույնը սենց Քրիստոսի Աստծու եւ մեր մնացածի հանդեպ։ Տեսեք, ուզում եմ Եսայա մարգարեությունից էլ կարդամ 59-րդ գլուխ 9 խոսքից 12-ը։ Սրա համար իրավունքը հեռացավ մեզանից եւ մեզ չէ հասնում արդարությունը, որ մեղք են գործում, ասուն մարմնավոր են հասկանում, ասուն չեն կարում լրիվ հասկանան ընենց ոնց որ կա, այսինքն ոնց կա Աստված, սեր Աստված, իսկ իրանք չեն կարդում որպես սեր ասուն, չեն ճանաչում որպես սեր, որպես գիր են կարդում։ Դրա համար այստեղ տրտնջում է, բողոքում է այդ տիպի ժողովուրդը, Եսայա մարգարեի միջոցով գրվածքի։ Սրա համար իրավունքը հեռացավ մեզանից եւ մեզ չի հասնում արդարությունը։ Սպասում ենք լույսի եւ ահա խավարը, պայծառության եւ ահա մառախուղումն ենք ման գալիս։ Կույրերի պես պատն ենք շոշափում եւ աչք չունեցողի պես խարխափում ենք։ Գլորվում ենք կես օրին, կարծես թե գիշեր լինի։ Ամեն ինչ լավ է, նորմալ է, մեկ բարկանաս կգոռաս կամ մեղք կգործես կամ չարություն կանես։ Կարծես թե խավարը լինի կես օրին։ Պարարտների մեջ լինելով մեռելների պես ենք։ Ամենքս մռնչում ենք արջերի պես եւ աղավնիների պես ճղճղում։ Աղավնու պես ենք ձևանում, բայց արջի պես բան ենք անում։ Հասկանում եք էլի միտքը, ինչ եմ ուզում ասեմ։ Այն հավատացյալը, որ իրանք ձևանում աղավնի, բայց արջի պես է, որ ձգտում արդարության, բայց չի գտնում, որ ցերեկա, բայց մեղք է գործում, լույսի մեջ, բայց խավարի պես է մանգալի։ Այն մարդն ով գրով է առաջնորդվում, ով գրով է կարդում ու պաշտում ասում, ով տեսանելի պատկերացնում է Քրիստոսին թրաշով կամ ասում գահը ձեռին թագը գլխին ամբերի մեջ նստած, դա կռապաշտություն է։ Կռապաշտություն է հոգիով ասում է, ես հոգի եմ, ես ձեր մեջ եմ, ես ձեր երկնքում եմ նստած, ես ձեր մարմինն եմ գրավել, ամբողջ մեղքերը սպանել եմ, ամբողջ մեղքերին սրբության մարմինն եմ հագցրել ձեզի։ Սպասում ենք դատաստանի, բայց չկա, փրկության, բայց նա մեզանից հեռու է, որովհետև շատացել են մեր հանցանքները քո առաջին, եւ մեր մեղքերը վկայում են մեր դեմ, որովհետև մեր հանցանքները մեզ հետ են, եւ մենք մեր անօրենությունները գիտենք։ 13-ն էլ ես, չէ, 12-ը մինչև։ Ես մեր անօրենությունները գիտենք, մենք մեղանչել ենք քո դեմ։ Դրա համար այսքան այս իրավիճակը կատարվում է մարդու հետ։ Իսկ այս իրավիճակները կատարվում է, ես ոչ մարգարեություն եմ անում, ոչ գուշակում եմ, ոչ էլ ինձանից ոտի մեջ բառեր եմ ասում, Աստվածաշունչն է ասում։ Այս գրով առաջնորդվող մարդիկ այս վիճակի մեջ են։ Իրանց ցույց են տալի, բայց չկան։ Պահը գալիս է, մեկը դուրս են գալի ուներից։ Պահը որ չկա, խաղաղ ու հանգիստ են, պահ այս Աստված պաշտեն։ Գարան մորթի հակած գայլեր, Հիսուսն ասեց նոր ուխտի մեջ, որ գարան մորթի են հակնում մտում Աստվածապաշտեն, բայց գայլ են իրան։ Բայց ներսևանց գայլ են, չեն տանում քո սխալը, քո մեղքը, քո չգիտեմ ինչը չեն ներում։ Գայլի պես պատառում են։ Չգիտեմ սիրելի հաստատող, ինձ թվում է պատասխանեցի այս հարցին, էլի։ Շատ լավ էր Աստված։ Հա, դուք նայեք ու վերագրեք ձեր մեջ։ Այսօր դու կամ ես ճանապարհի մեջ ենք։ Առաջի օրը անցել ենք, ընդունել ենք, հավատացել ենք Քրիստոսին։ Հիմա մենք երկրորդ օրվա մեջ ենք։
ընթացքի մեջ ենք։ Այդ երկրորդ օրվա մեջ փորձություն կլինի, ընկնել լնել կլինի, զղջալ կլինի, հասկանալ կլինի, սրբության ապրել կլինի, սրբությամբ մեղքերի մեջ ապրել կլինի, այնքան ժամանակ մինչև հասնենք երրորդ գագաթնակետին, հայրը, որդին եւ Սուրբ Հոգին, հայրը կա, խոսքն է եկավ, հայրը խոսքը ուղարկեց իրա, որդուն ուղարկեց, երկրորդն է, որդիով այդ ընթացքը ճանապարհն է մենք, երրորդը Սուրբ Հոգին է, մենք պետք է այդ սրբության փայլատակությունը, պայծառակերպությունը ընդունենք գա մեր մեջ ու կդառնա այդ դեպքում ամբողջություն մեր մեջ։ Մենք կդառնանք ամբողջություն, մենք կձուլվենք Աստծու հետ։ Մենք գտնենք Աստծու որդիներ, ոնց որ Հիսուսը համարձակ ասում էր, ես Աստծու որդին եմ, ինձ տեսակ հորը տեսակ։ Այդտենց համարձակ մենք կասենք արդեն։ Այդ մեկը կողքից չի ասի, բայց քո փայլնուրը Աստված փայլը մա սրբության մեջ, բայց դու այս բաներն ես անում։ Այդտենց բան չեն կարող ասել մարդիկ մեր հանդեպ։ Որտեղ մենք փուլին, գագաթնակետին, երրորդ փուլին Սուրբ Հոգիի ամբողջ զորությանը հասել են։ Այն որ ասում են հայրը որդին եւ Սուրբ Հոգին մեկ են, վեճերա, վեճաբանությունները այսօր ինտերնետի մեջ կռվում են իրար հետ։ Մեկը իրեն ծիծաղում է։ Այն ասում է որդին Աստված չի, Սուրբ Հոգին ինչ բան է, մենակ հայրն է որ կա երկնքում, բայց չեն հասկանում, չեն ճանաչում, ինչ են ասում։ Հայրը սերն է, որից ամեն ինչ է։ Այսօր երբ որ ես ասում եմ մի բան, չէ, ասում եմ ես վաղը մենան կգամ, այսին ժամին տուն կգամ կամ այսիշ բանը կբերեմ։ Հիվանդա մելանը դեղ պետք է բերեմ, կբերեմ վաղը։ Ես ասեցի, իմ խոսքը հասավ իր ականջին, իմ խոսքը ասեց իրան։ Իսկ այդ իմ խոսքը իմ բերանից դուրս եկած ես եմ։ Այդ խոսքը ես եմ, Հիսուսը ասու բերանից դուրս եկած խոսքն է, Աստված է ինքը։ Ասու խոսքն է, որ հասնում է մեզ, մենք լսում ճանաչում ենք, ասուն ենք լսում ճանաչը։ Իսկ այդ լսացած խոսքը, որ կատարում ենք Սուրբ Հոգին արդեն զորությունն է, որ կատարել է տալի մեզ ամեն ինչ։ Ես իրեքը մեկ է։ Ոչ թե իրեք գլուխ ունեն, իրեք առանցին աստվածներ են, մի հատ Աստված է, որից ամեն բան։ Ես ուղղակի չգիտեմ, կարողա նորից ցենս բարձրացեցի, առաջ մենանը միշտ ոտը սենց էր անում, թե կամ անց կամ պետք չի կամ բան, բայց չէ, հասկացեք, սիրելի քուրիս եւ եղբայրս, սա այն չի։ Այս ցենը բարձրացնելը Հիսուսն էր աղաղակում, Հովհաննեսն էր աղաղակում։ Այս այն աղաղակը չի, որ բարկացած եմ կամ դատում եմ կամ հանդիմանում եմ, եղել են մարդիկ ասել են՝ մի դատա ուրիշներին, դուք ումար ասու խոսքը խոսախ, ես դատեմ։ Ես այդ ուրիշներին չեմ դատում, ուրիշների միջի մեղքին եմ դատում, որ այդ ուրիշները լսելով հասկանան, տենան իրանց միջի մեղքը, սրբվեն, մաքրվեն, փայլեն։ Ինչպես աստղերը, ինչպես արեգակը, ինչպես Հիսուսը փայլեց։ Ինչպես Հիսուսի շորերն էին սպիտակ, ձերն էլ թող սպիտակ լինի, ինչի համար մնաք այդ սևի մեջ, ինչքան մնաք։ Չեք կարա տենակը տենց ասում, չեք ճանաչի դուք ասում։ Իսկ մեր կյանքը, ժամանակը շատ կարճ է։ Շատ կարճ է, ես մի վայրկյանի պես եմ իմ անցյալը հիշում։ Բայց հենց էս ինչ տարիքի եմ, կգա մի վայրկյան էլ չեմ էլ զգա ոնց, մենք կտենանք արդեն վերջ, կանգնած ենք Տիրոջ առաջին։ Ինչի համար ես կանգնեմ Տիրոջ առաջին գլուխս կախեմ։ Տերը կասի քեզ, այդքան խոսում էին, այդքան լսեցիր, այդքան քո խշմտանքի միջոցով խոսացի քո հետ, ինչի չընդունեցիր ինձ որպես հոգի։ Հիմա դու հոգիով ես կայնած իմ առաջ, թե մարմնով, իր մարմնի ծիսակատարությունների հետևից ընկած կամ մարմնավոր հասկանում։ Հիմիկվանից պետք է մեր միտքը արթնանա, սիրելի քուրիս եւ եղբայրս։ Հիմիկվանից մենք պետք է մտնենք երկինքի հարկայությունը Տիրոջ առաջ։ Ես օրեկան Տիրոջ առաջ կանգնում եմ։ Օրեկան կանգնում եմ Տիրոջ առաջ։ Եթե այս խոսքերը Հիսուսի ժամանակով ասեի, կքարկոծեին ինձի, խաչը կբարձրացնեին ինձի։ Բայց այսօր ընթացք կա մի հատ ձեր մեջ, որ հոգեոր հարց է տալի։ Ես համոզված եմ, որ դուք կընդունեք, կարթնանաք ու կփայլեք, ասենց ասած։ Հոգին ընդունելով կփայլեք Տիրոջ առաջին արդարու մաքուր կնեք ու այն խոստմունքին կհասնեք Տիրոջ, որը խոստացել է մեր ամենքին։ Տերը օրհնի ձեզ։ Աստված ձեզ շատ օրհնի ձեզ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Այսքանում մոտեցավ ավարտին, մնաք Աստծո խաղության մեջ։ Տերը օրհնի ձեզ, ամեն։